երբ որ անկախացավ, նոր անձերի հայտ եկան։ Այդ անձերը երբ որ հայտ եկան, այդ 90-ականներին ես այդ քննարկումն ունեցել եմ որոշակի քաղաքական բարձրաստիճան մարդկանց հետ, ասել եմ սովետ եք մտածում, բայց դուք գնում եք շուկայական երկրի, բոլորը մտածում են, թե իրանցից ինչ-որ բան է կախված, պետք է մարդկանցից բան կախված չլինի, ուղղակի պետք է օրենքները այնպեսին անեք, որ մարդիկ բոլոր ուզենան ստեղծեն, աշխատեն։ Պետք է 80-ականների վերջին մենք ունեցել ենք կազինո, բավականին մեծ գումարներ ենք վաստակել, այդ գումարները հետո ներադրվել բանկային համակարգ, ներադրվել արտադրությունների, ներադրվել ծառայությունների, այնպես որ այդ 90-ականները իհարկե մենք որպես տնտեսական ընտանիք միշտ ուզեցել ենք խուսափել ենք կոնֆլիկտներից, ուզեցել ենք, այսպես ասած, մեր գործունեությունը ծավալել։ 90-ականներին իշխանությունը ձեզ օգնում էր։ Ոչ, ընդհակառակը, դա առաջի իհարկե ժողովրդավարական իշխանությունները մի քիչ ուրիշ ձև են լինում, հետո մենք մի բնավորություն ունեինք ընտանիքով, որը ծնողից էր գալիս, որ ոչ մեկ պետք է մեզ այդ փայ չլիներ, մենք ենք ստեղծում, մենք էլ պետք է այդ ստեղծածի գլխին լինենք։ Դրա համար էլ կոնֆլիկտները շատ ավելի մեծ էր լինում։